Մարտի 31-ի վաղ առավոտյան, երբ մարդիկ շտապում էին աշխատանքի, երեխաները դպրոց, ավելի փոքրերը մանկապարտեզ, Մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին։ Իրավիճակն արտակարգ էր։ Գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ։ Եվ դժվար է ասել, ինչ ընթացք կունենար այս ամենը, եթե չմիջամտեր նույնպես աշխատանքի շտապող ոստիկանը։ Այսօր ուրեմն առավոտյան ժամը 8-ի սահմաններում աշխատանքի գնալու ճանապարհին Չարենց փողոցի 7 շենքի հարևանությամբ նկատել եմ քաղաքացիների, որոնք միմյանց հետ վիճաբանում էին։ Այդ ժամանակ նրանցից մեկը կրակեց նրանցից մեկի վրա եւ երեքով նստելով տաքսի, իրանց սպասող տաքսի ավտոմեքենան դիմել են փախուստի։ Կամ պետքա տուժողին օգնեինք, կամ պետքա կատարողներին հետապնդեինք։ Եվ քանի որ տուժողին մոտեցավ քաղաքացի եւ օգնություն էր արդեն ցուցաբերում, մենք հետապնդեցինք կատարողներին։ Երևան քաղաքի տարբեր փողոցներով դիմել են փախուստի, մենք հետապնդել ենք, կապի մեջ ենք եղել Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, մեզ են մոտեցել քաղաքի վարչության ծառայողները, բարեկապահակետային, նրանց հետ համատեղ խմբին կանգնացրել ենք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ եւ բոլորին մեքենայով հանդերձ բերման ենք ենթարկել կենտրոնականի բաժին։ Բերման ենթարկվածներն էին Երևանի բնակիչներ 1990 թվականին ծնված Դավիթ Հարությունյանը, 1988 թվականին ծնված Երջանիկ Մարտիրոսյանը, 1992 թվականին ծնված Լևոն Ադամյանը եւ տաքսու վարորդը։ Ռասիան մոտ ենք, այնտեղ խմացություն կարել, թեթևակի։ Այդպես պայմանավորվանք եկանք Չարենց, իրար ճիշտ չհասկացանք, ուղղակի օդ եմ կրակել։ Պիստոլետնը շարիկ էր։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է Բայկալ մագնիշի օդամղի ատրճանակը, ձեռնարկվում են միջոցառումներ Ոմն Արմենի ու Գևորգի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է քննություն։